Վերադարձանք տաղավար, իսկ հիմա հասել ենք համեղ բաժնին արդեն մեր ու տաղավարում էլ շատ մեր կողմից հարազատ և շատ սիրված մի անձնավորություն է, իրականում նա մենակ չէ, խոսքը գեղեցկուհի Եվա Զոհրաբյանի մասն է, ով այսօր մեզ կօգնի խոհանոցում պատրաստել շատ համեղ և օգտակար ինչ-որ մի բան, այդ թե ինչ արդեն նա մեզ կհուշի ու կօգնի այս հարցում։ Բարի լույս Եվա։ Բարի լույս, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել։ Վայ, մենք ոնց ենք ուրախ ձեզ այստեղ տեսնել։ Ոյ, շնորհակալություն, կարոտել է իրականում և բարի լույս բոլորին, վաղուց ուղիղ եթերով բարի լույս չէի ասել։ Մենք խոհանոցում ես հայտնվել, ինչ հրաշքներ ես գործելու հիմա։ Ձեզ համար ուզում եմ պատրաստել ավոկադոյով տոստ, կարծում եմ կսիրեք, Շատ համ օգտակար կլինի, համ համեղ։ Հիանալի է։ Շատ լավ, ինչ է պետք դրա համար մեզ։ Պետք է ավոկադո, դանակ, լայմ, cream cheese, կրեմ պանիր, այո, կրեմ պանիր, զեյթունի ձեթ և ձու, որպեսզի ավելի հագեցած լինի մեր նախաճաշը։ Կարելի է համարել առողջ նախաճաշ։ Այո, իսկ դուք մենք դեռ չենք նախաճաշել այսօր, որ համտեսենք մենք այսօր քո առաջարկած այս առողջ և օգտակար նախաճաշը արդեն կփորձենք։ Ամեն առավոտ ես հիմա փորձում եմ այսպես սնվել, իդեպ ասեմ, ավելի օգտակար, եթե ինձ մոտ դա ստացվում է, մենակ ողջունելի է դա, ու բոլորին խորհուրդ կտամ, եթե դուք առավոտյան նախաճաշում եք, ապա գոնե օգտակար մի փոքրիկ բան գնա ձեր օրգանիզմը։ Իսկ եթե ստացվում է, ասեցիր, ինչն է պատճառը, որ չի ստացվում։ Դե աշխատանքի բերումով շատ անգամ կարող է այնպես լինել, որ չստացվի, կարծում եմ ինձ հետ համաձայն կլինեք։ Իսկ հիմա էլ ես դեռ շարունակում աշխատել, թե դադար ես վերցրել աշխատել։ Հիմա դադար եմ վերցրել, իհարկե, սա հիմա շատ կարևոր փուլ է ինձ համար ու կարծում եմ, որ պետք է զբաղվել ինձնով, մեր ընտանիքով։ Այո։ Ոյ, ձեռնոցները մոռացանք։ Ոչինչ։ Երբեք ուշ չէ։ Քեզ ամեն ինչ թույլատրելի է։ Շնորհակալություն։ Իդեպ, եթե ուզում ես, ես կարող եմ քեզ օգնել։ Սիրով։ Մանեջան, եթե դժվար չէ։ Մեծ սիրով, ինչպես թե դժվար։ Բայց պիտի ասես ինչ եմ անելու, որովհետև սա քո բաղադրատոմսն է։ Ուրեմն այսպես, եթե դժվար չէ, կարող ես հացը մեջտեղից կտրել և տաքացնել։ Իսկ ուղղանկյուն թե եռանկյուն տարբերակով։ Եռանկյունի տարբերակով։ Շատ լավ։ Ես էլ վերցնեմ ձեռնոցներ։ Հիմա մենք ավոկադոն։ Հետո պատմիր, ինչ կա չկա, ինչ փոխվեց բացի սննդակարգից, երբ իմացար, որ սպասում ես բալիկի գալու։ Ոյ, շատ բան փոխվեց, գիտես, փոխվեց ամբողջ, այն ինչ որ սկսեցի զգալ և հասկանալ, մինչ այս էտապը չեմ հասկացել և չեմ զգացել, նոր փուլ է իմ կյանքում հիմա, որը շատ է տարբերվում իմ ապրելակերպից։ Կարծում եմ շատ լավ փուլ է և բոլորին, ովքեր դեռ այս կարգավիճակում չեն, ի սրտե կցանկանամ յուրաքանչյուրը զգա այն, ինչ զգում եմ ես հիմա։ Քիչ առաջ որ նշեցիր ավելի ժամանակ եմ հատկացնում մեզ, ընտանիքին, դա նաև խոհանոցի մասին է խոսքը, բացի նախաճաշից էլ ինչ համով բաներ ես պատրաստում։ Եթե անկեղծ լինեմ, գիտեք, լավ, հեռուստադիտողը կիմանա, որ այս կարգավիճակում շատ անգամներ շատ հեղիների մոտ այնպես է ստացվում, որ սրտխառնոց է լինում, նրանք խոհանոց չեն կարողանում մտնել և այսպիսի վատ շրջան է ստացվում։ Ես առաջին 3 ամիսը չէի կարողանում ընդհանրապես ոչինչ պատրաստել։ Հիմա մենք ավելացնենք այստեղ սև բիբար։ Մեկ էլ թավայի մեջ ավելացնում եմ ձիթայուղ։ Ոչ, պարզապես տոստ ենք, քանի որ մեզ մոտ հիմա տոստ չկա, մենք այս տարբերակով կանենք։ Շատ լավ։ Ինչ է ասում։ 3 ամիս դու հիշողություն։ Ես ամեն դեպքում օգնեմ։ Աղ ենք ավելացնում, 3 ամիս չկարողացա խոհանոց մտնել Ռուբեն ջան, քանի որ սրտխառնոցներ, վատ հոտեր, հիմա քիչ արդեն պատրաստում եմ, բայց ավելի շատ սիրում եմ նախաճաշ պատրաստել։ Այսպես, լայմն ենք կտրում, եթե Սիրով, պետք է քամել, չէ։ Այո, պետք է քամել։ Ես 2 կես կանեմ ուրեմն նրան։ Այսպես, դու կարող ես ավելացնել ու ինչքան հնարավոր է շատ։
Շատ լավ։ Ահա, այսպես։ Որ ավելի հյութեղ եւ համեղ լինի։ Իսկ երբ քո լայն լսարանը քեզ կտեսնի արդեն աշխատանքային process-ում, մոտավորապես արդեն կան պլաններ կամ նախագծած ինչ-որ տենց ժամկետներ։ Ես հիմա ինձ թույլ եմ տվել Ռուբեն հանգստանալ ու մտադրություն ունեմ իհարկե երեխայից հետո անցնել իմ բնականոն կյանքին, դա աշխատանքին է վերաբերվում, բայց ոչ մի անգամից, ոչ երկրորդ օրը, ինչպես հասկացա։ Տարի ու կես, հա, ըստ երևույթի, 1 տարի ու կես, 2 տարի։ Ավելի շուտ։ Ավելի շուտ, իհարկե ավելի շուտ։ Այո, այսպես եմ անում, դուք ավելի ճիշտ կիմանաք։ Փորձիր եւ նա կգա եւ։ Այո, այսպես ձիթայուղն ենք ավելացնում։ Աղարեցի չէ եւ պիպա։ Այո։ Հերոստատիտողները հուշում են, որ այո։ Այո, այսպես, միջև դու կարող ես հացի վրա արդեն այս պանիրը։ Իհարկե կարող եմ ես քսել։ կներես։ Այդպես 2 ամիս անց մտածում եմ կարող եմ արդեն վերադառնալ իմ աշխատանքին։ Որովհետև առանց աշխատանք չես կարող ասել։ Մեն էլ աշխատանք չի, ապրելակերպ է։ Այս դեպքում համաձայն եմ քեզ հետ, երբ որ մեր բախտը այնքանով է մեզ ժպտացել, որ մենք զբաղվում ենք մեր մասնագիտությամբ, որը որ շատ ենք սիրում, եւ դրանով նաեւ գումար։ Այո։ Ու երբ որ երկուսը մեկում են լինում, դու հասկանում ես, որ սա երջանկությունը։ Դու չես վերաբերվում այդ ամենին որպես աշխատանք։ Համաձայն եմ։ Ձուն ենք մաքրում։ Խաշել ենք ձուն։ Այո, խաշել ենք ձուն։ Եվ հիմա մաքրում ենք։ Այսպես։ Եվ իսկ հասցրել ես արդեն պատրաստվել, որովհետև կարծես քիչ ժամանակ է մնացել եւ ինչ ես անում, ինչպես ես պատրաստվում, գնումներ կատարել ես թե չէ, որ բալիկը գա եւ ամեն ինչ պատրաստ լինի։ Միայն անունից գրեթե ամեն ինչ պատրաստ է արդեն։ Անունը չեք որոշել։ Ոչ։ Ինչու։ Ամենադժվար պահն է, իսկապես խոսեցին ծնողները։ Արդեն ծնող որպես։ Այո, իսկապես ամենադժվար պահն է, քանի որ շատ պատասխանատու պահ է։ Դու պետք է այնպեսի անուն մտածես քո երեխայի համար, որ իսկ ինչ տարբերակներ եք քննարկում տանը։ Այդա չեմ ասի։ Բայց վստահաբար թե դու թե ամուսինդ այս ընթացքում անընդհատ նա իր տարբերակները կառաջարկի, դու քո տարբերակները, նաև ավելանում է շրջանակները մի քիչ մեծանում է, երբ որ տատիկ պապիկներն են մասնակցում արդեն, բայց ախր սա կլինի, նա կլինի ու վերջում միշտ այսպես պատահական սկզբունքով ես կարծում եմ մեզ մոտ այնպես է ստացվելու, որ երեխան երբ ծնվի, մենք արդեն կնայենք նրան եւ կհասկանանք ինչ անուն է ունենալու, որովհետեւ միջև հիմա չեն կարողանում կողմնորոշվել։ Մանե ջան, մենք հիմա պետք է ավելացնենք այս պանիրի վրա ավոկադոն, բայց քանի որ դու այստեղ ես արդեն դրել, մենք կարող ենք այսպես մոտեցնել։ Ես կարող եմ փոխել, եթե դա խնդիր է։ Չէ։ Այստեղ շեֆ խոհարարը դու ես այսօր։ Ինչպես ասես, այնպես կանենք։ Բայց դու ինձ լավ օգնում ես։ Շնորհակալություն։ Եթե դու Բայց ես ունեմ առաջարկ։ Ահա։ Բացառիկ հնարավորություն, Ռուբեն, առաջարկիր աղջիկ երեխայի անուն։ Հենց հիմա մենք մեր տարբերակները մենք էլ մեր տարբերակներն Այո, մեծ սիրով։ Գուցե ընտրության հնարավորությունը ավելի մեծ դառնա։ Այո, հայկական եթե լինի, էլ ավելի լավ։ Դե Օրինակ Թագուհու անուն։ Անահիտը շատ է օգտագործվում։ Բիայնա։ Ուզում եի ասել Բիայնա, գիտես Ռուբեն, ուզում եի ասել Բիայնա։ Հավասար ասացին Բիայնա։ Ես այլ անուն էի մտածում։ Բիայնան ձեր քննարկման անուններից մեկն է։ Այո, իրականում այո։ Կարող եք նաև նկատի ունենալ։ Այս հետևություն, որ դուք հայկական անունների կողմնակից եք, թե դու թե ամուսինդ։ Ուզում եք դեպի հայկական ամենայն չէ, որ միանշանակ, միգուցե երեխան ծնվի, այդպես չլինի, բայց դեռ այդպես դիտարկում ենք, շատ լավ կլինի, եթե հայկական անուն լինի։ Կարող եք նաև, օրինակ, հայկական ինչպիսի անուն կա։ Ես սիրում եմ շատ Ագապե, Սոսե, Լուսե, վերջին շրջանում շատ գեղեցիկ անուններ են։ Սոսեն հատկապես։ Սոսե շատ է դուրս գալիս, բայց ինչ է նշանակում, ինձ համար նշանակությունն էլ եւս մեծ շատ կարևոր է։ Ահա դեր ունի։ Եթերից հետո միասին կուսումնասիրենք անունները։ Հենց Սոսեին էլ կհարցնենք, թե ինչ է նշանակում Սոսե։ Սոսեից կճշտենք, այո։ Մի փոքր այդքան էլ գեղեցիկ չեղավ, կարծում եմ մեր ավոկադոյով Բայց տոստը։ վստահ եմ շատ համեղ։ Այո, հաշվի առնելով մեր կարգավիճակը, մեր ման է։ Մեր կարգավիճակը, այսպես
Դնելու ենք մեջտեղում ձուն։ Ես մի այլ տարբերակ ունեմ, կտաս։ Ոյ, հա, պետք է տայ։ Չէ, այս ձուն։ Արի փոխենք նրա տեսքը շատ արագ։ Հա, ինչպես։ Այսպես գեղեցիկ կտրատենք։ Հա, կարծեցի ժամանակ արդեն չունենք եւ Այո, ժամանակը։ Քեզ համար ամեն ինչ ունենք։ Ոյ, շնորհակալություն, շնորհակալություն։ Մեծ սիրով։ Գեղեցիկ։ Մանե, քեզ մոտ շատ լավ է ստացվում։ Դա նշանակում է դու խոհանոցի հետ սեր ունես։ Ես կարող եմ ձեզ համար հետո պատրաստել մի այլ նախաճաշ, եթե կուզես։ Դա նշանակում է, որ արդեն դուրը չի կերմեր տեսք։ Չէ, քանի որ դու ասացիր, որ լավ է ստացվում։ Հիմա ինչ ենք անում, Աղ մի փոքր ավելացնենք, չէ։ Չգիտեմ, դուք աղագեր եք, թե ոչ։ Ես աղագեր եմ։ Աղագեր եք։ Ավելացրու Բա, այս մեկը չեք ուզում Չէ, կտրտեմ, հա, իհարկե մեծ սիրով։ Օպա։ Այսպես, ասեմ, տեսքին կարող եք չխափնվել, Բայց շատ գեղեցիկ էր։ Հա? Ես վերևից այսպես կադր տեսա, որ շատ գեղեցիկ էր։ Ինչ լավ է, ուրախանում եմ։ Նույնիսկ եթե այդքան էլ համեղ չի ստացվել, կասեք, որ համեղ է ստացվել։ Շատ լավ։ Ես վստահ եմ, որ շատ համեղ է ստացվել։ Ոյ։ Չէ, շատ գեղեցիկ ստացվեց, Ասա։ հեշտ, այո։ Եվ ես այս ավոկադոյի հետ միասին առավոտյան, ոյ։ Ասա։ Մոնե, դու հրաշք ես։ Ստեղծագործություն։ Առավոտյան քեզ հրավիրում եմ մեր տուն։ Շատ նախաճաշ պատրաստելու։ Ինձ եւ իմ եւ ամուսնուս համար շատ լավ կլինի։ Շատ լավ։ Կարող եք նաեւ քամած հյութ Նարինջի, ցանկալի է, որ գույները ավելի գեղեցիկ կդառնան այդպես։ եւ հաց կարակ մեղր։ Հաց կարակ մեղր։ Այո։ Եվ այ առաջարկած նախաճաշը ավոկադոյով տոստը պատրաստ է հագեցնող, համեղ, վստահ եմ համեղ, բայց պետք է փորձես, Ռուբեն։ Ես կփորձեմ մեծերով, եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստատողներին մեզ ինչ էր հարկավոր, այսինքն մեզ պետք էր լայմ, ավոկադո, ձու, պանրային Կրեմ պանիր, կրեմ պանիր, աղ բիբար եւ զեյթունի ձետ։ եւ ամենակարևորը հացն է։ Ահա, հաց։ Եթե Տոստի համար։ Տոստի համար։ Ընտիր։ Եվ շատ նաև արագ ամեն ինչ պատրաստվեց, մենք ընդհանրապես նախապես խաշել էինք ձուն, արդեն եպել էինք ձուն։ Վստահ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում շատ օգտակար նախաճաշը արդեն կարող են բոլորը փորձել։ Բայց առաջարկում եմ նախաճաշին ոչ միայն ավելացնել թարմ քամած հյութը, այլ նաև լավ երաժշտությունը։ Միանշանակ իմ ամենասիրելի բաներից մեկն է։ Եվ քեզ շատ շնորհակալություն, որ դու եկար, ժամանակ գտար այս կարևոր շրջանում մեզ հետ առավոտը կիսել ու նաև մեզ առաջարկել շատ կարևոր ու համեղ օգտակար նախաճաշ։ Ձեզ եմ շնորհակալ, ուրախ եմ մեկ անգամ եւս գտնվելու այս տաղավարում։ Սիրով։ Գնացինք, ասում ենք։ Ես Գալիս ես, դե լավ, արի։ Ես էլ եկա։ Արի Ռուբեն ջան, արի տեսնենք։